Ազգակործան պատուասը երեք Երևանյան երկխոսություն կոչվող միջոցառման շրջանակներում հետաքրքիր մի քանի հայտարարություն արեց, որոնց հիմնական մեխը կայանում էր նրանում, որ իրենք պատրաստվում են փարատել, այսպես ասած, Ադրբեջանի բոլոր մտահոգությունները Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասով։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ ռազմական փորձագետ, վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։ Պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ինչ ուղերձներ պարունակում Փաշինյանի երեկվա հայտարարությունները, որոնք հենց ինչպես նշեցի, կախված էին հիմնականում Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ դրա շուրջ Ադրբեջանի նկատառումների հետ։ Ազգակործան պատուաս ասելով հարբեցող ծաղրացուի մասն եք, չէ՞ ասում։ Բնականաբար։ Ուրեմն ձեր նշած սուբյեկտը, երբ նման հայտարարություններ է անում, փաստացի ինքը արձանագրում է, որ արևի կողմից հերթական պահանջը ինքը պարտավորված է կատարել։ Խոսքը սահմանադրության մեջ փոփոխություններն են կամ նոր սահմանադրությունը։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում։ Այս մասին, փոփոխության մասին Փաշինյան Նիկոլ նոր է իմացել, որ դա ինչ-որ բան խանգարում է։ Երբևիցե դուք լսել եք, բացի այս վերջին 1-2 տարի, որ ալևս դրա մասին որպես պահանջ ներկայացրեց, որ սահմանադրության մեջ նախաբան անկախության հռչակագիր Հայաստանը վերամիավորում, ցեղասպանության ճանաչում, հետևանքների վերացում չի եղել նման բան։ Ուրեմն այստեղ շատ տրվյալ բան։ Սա Ալևի պահանջն է, արձանագրենք։ Ալևի պահանջը Փաշինյանը փորձում է կյանքի կոչել։ Սա մեր պետությանը, պետականությանը, մեր այսօրվան ու վաղվան երկրի պետք չի։ Բազմաթիվ հիմնավորումներ կան։ Եվ հետաբար ինչ է պետք անել, որպեսզի սա չլինի, ես ավելի շուտ կանգ առնեմ այստեղ։ Այն որ ինքը խոստանում է, ասում է անեմ, ասում է սահմանադրական դատանը կարող է հակասահմանադրական ճանաչի, հետո հանրակրվե, չէ՞, հանրակրվեի մասն էլ։ Այստեղ վտանգը ո՞րն է։ Երկու դեպքում եթե մերժվում է, իսկ Ալիևն էլ ասում է դա իմ երկրի տարածքների նկատմամբ նկրտություն է եւ Հայաստանը ցանկանում է ինձանից տարածքով տալ, ասենք իդեմս գոնե նվազագույն Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզի չափով, հա։ Բա այստեղից եթե Հայաստանի օրվա իշխանություն կոչեցյալը ինքը չի ցանկանում դա անել, իսկ ցանկացած նորմալ իշխանություն, որը պարտավորված չէ, որը կոմպրոմատի տակ չէ, որը կառավարելի չէ դրսից մասնապես Ադրբեջանից, Թուրքիայից, ընդհանրապես մեկ քայլ պետք է անի։ Ալևի ցանկացած պահանջ, այդ թվում եւ սահմանադրությունը, այդ թվում 300,000 այսպես կոչված փախստականների վերադարձը, ռազմական տուգանքը, փոխհատուցումը, Արցախի ինքնապաշտպանությունը կազմակերպած եւ մասնակցած անձանց նկատմամբ քրեական հետապնդումը, այդ թվում նաեւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, այս բոլորը միանգամից մեկ գրչի հարվածով աղբանոց են գնում։ Եթե այդ եթն էլ օրեր առաջ Հայաստանում Ռուսաստանի արտգործնախարարը ասաց. վերադառնում եք 4 եռակողմի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները 4 եռակողմ գրավոր եւ հետո բանավոր պայմանավորվածություն, որտեղ այդ բոլոր պայմանավորվածությունների մեջ այնինչ ես նշեցի նվազագույն այդ 5 պահանջը Ալիևի չկա։ Ու վերջ։ Հիմա հարց. ինչու Փաշինյանը չի ուզում դա։ Այսինքն Փաշինյանը ուզում է կամ իրեն պարտադրում է, ինքը չուզենալով անի, բայց փաստը մնում է փաստ, ուզում է սահմանադրություն փոխի։ Վաղճեմիսօրը եթե Ադրբեջանը կոնկրետ մի քանի անձանց, այդ թվում նաև երկրի նախագահներ, այդ թվում նաև վարչապետներ, գլխավոր շտաբի պետեր, պաշտպանության նախարարներ, ցանկ ներկայացած, որ այդ անձանց պետք է արտանձնեն, ինչ անել Փաշինյանը։ Կամ ասենք ռազմական տուգանք եւ փոխհատուցում։ Ընդ որում այդ թվի մասին մի անգամ ասել էր։ Այդ 300,000-ի ոնց որ գինն էր, հա, վերադարձի 150 միլիարդ էր ինչ էր։ Մի կլորի գումար էր ասել, չէ՞։ Այսինքն Փաշինյանը ստիպված է անել Ալիևի պահանջները։ Ինքը ստիպված է անել, ոչ թե որ ինքը ցանկանում է անել, որտեղ այդ նույն Փաշինյանը 2020-ի հունիս ամսին Տաուշում երբ հայկական զինուժի 2 դիրք վերցեց, որից մեկը դատարկ էր, ադրբեջանցիները չէին էլ ծառայում այդտեղ։ Փաշինյանը մի ոտքը գետնի վրա էր, մյուսը երկնքում էր։ Մեդալներ, մարտական խաչեր, հերոսի կոչումներ։ Մեր բանակը տարածաշրջանում ժառանգել ենք, ինքը նախկինների ժառանգել էր մարտունակ բանակ տարածաշրջանի շմեկ, չէ։ Այսինքն որտեղ այդ ուժեղ կողմն է եւ այդ ուժեղությունը նաեւ ասոցացվում է այդ ինքը ցույց է տալիս։ Հիմա այդ նույն Փաշինյանը այսօր ասում է, չէ, պետք է սահմանադրություն փոխենք։ Վաղը ասելու այ ես մի քանի անձին կայո հանցանքներ են գործել եւ այլն, պիտի տանք։
Բա 160 միլիարդ հիմա եթե չենք ուզում տանք, այդ գումարը չունենք։ 300,000 թող կան ապրեն Հայաստանի ինչ-որ տարածքներում, ապավենք բնակարաններով, աշխատանքով եւ անվտանգությամբ այդ մարդկանց։ Այդպես։ Եվ հետաբար այն ինչ որ հիմա ինքը հայտարարում է, նորից եմ ասում, իրեն պարտադրում են, ինքը կամակ կատարա։ Ես պարբերաբար ասել եմ, ասում եմ, որ կասեմ, Հայաստանում այս կառավարությունը ինքը թուրք ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարություն է, այսինքն կամակատար կառավարություն է, ինչ Ալիևը եւ Էրդողանը ասում են, սա անում է, ուղղակի միանգամից անելուց ներքաղաքական լուրջ ցնցում կարող առաջանա։ Աշճանաբար իհարկե փուլ առ փուլ։ Այդ ու նաեւ բանակի լուծարումը, պատկացեք Փաշինյանը վաղ ասի ժողովուրդ, մեզ պետք չի բանակ։ Կարծես թե քայլերը արվում են։ Ռեակցիան շատ կոշտ կլինի, չէ՞։ Ոնց բանակ պետք չէ ինչ Ադրբեջանի զորքն է գալու Երևան մտնի, բայց այն քայլերը, որ ինքը անում, այդ թվում նաև այդ սահմանության զուգարներ են բերում, հա, բանակին լուծարում է, այդ ձևով վերջին աղմկահարույց այդ օրինագիծը, հա, դա լուծարման, բանակի լուծարման իրավական ճանապարհ է, 1-2 տարի հետո այդ եթե ընդունվի, ես գոնե որպես փորձագետ իմ ընկերները նախկին պայստազորի սպաներ եւ այլն մենք կոշտ կեցված ենք դրսևորել ենք հասկանում ենք որ բանակ Ադրբեջանի պահանջը բանակ լուծարելն է ուրեմն բանակը 3-4 կարևոր սյուն ունի հա սա զուգահեռ են բերում որովհետեւ մենք հասկանանք որ սրա նկատմամբ Ադրբեջանի նախագահի ցանկացած պահանջ սա աշճանաբար փորձում է կյանքի կոչել առաջինը մոտիվացված անձնակազմն է երկրորդը սպառազինություն զենք զինամթերք Երրորդը զին անձնակազմի ուրեմն արհեստավարժությունը զենքին տիրապետել մարտեր վար եւ չորրորդը ամենակարևորներից մեկը թե ոչ ամենակարևորը մարտի դաշտում զորքերի կառավարումը այսինքն բարձրագույն հրամկազմ պիտի կարողանա կռվի դաշտում զորքերի կառավարել ինչ որ 44 օրեն որոշ դրվագներում զորքերի կառավարումը կորավ եւ մենք կորուստներ ունեցանք այո հիմա զենք զինամթերք սա չի էլ գնում Սկզբունքորեն թղթեր են ցույց տալիս, հա, ինչ որ Հնդկաստանից էս բերեցին, Կիպր բերեցին, ինչու թողեցին, ոնց թողեցին։ Այնինչ ես մեկ զուգահեռ բերեմ, եթե իսկապես խնդիրս դրա երկիրը բանակը սպառազիններ, նախորդ իշխանությունները փայլուն կերպով համագործակցում էին ՀԱՊԿ-ի հետ, ՀԱՊԿ-ի շրջանակներում գնում էին զենք զինամթերք առաջին հերթին Ռուսաստան դաշնությունից, նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներից։ Այս էլ ձեզ դիվանագիտության բարձրագույն լիգա։ Եվ նույն Ռուսաստան չէր ասում, ինչու՞ ես դու գնում։ ՆԱՏՕ-ից ինչու՞ ես բան գնում։ Կամ ինչու՞ է քո ռազմական տեխնիկան վերածնվում ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։ Եղել է, չէ՞, հիմա շատ բաներ փակագծեր չենք էլ բացում։ Հիմա սա ոչինչ չի անում, այսինքն զենք զինամթերք չկա, մոտիվացիան անձնակազմի շրիշակից ներքև այջացրել։ Հիմա մնում է համալրումը։ Համալրումն էլ ոնց է անում։ Ասում է փողով ազատվեք, ժողովուրդ։ Ունե որը ազատվի, չունե որն էլ տունը ծախի ազատի։ Պայմանագրայինների փաթեթն էլ սոցիալական փաթեթը այնքան ի համեմատ ասենք այլ ուժային կառույցներ ոստիկանությունը ասած այնքան վատնա որ այդ մարդիկ չեն ուզում ծառայել որտեղ պայմանագրայինը այնուամենայնիվ հիմնականում սահմանամերձ բնակարանի բնակիչներ էին նախկինում դա ճիշտ որոշում էր գումարտակներ էր ստեղծվել մարդիկ մոտիվացված էին սոցիալական լուրջ փաթեթ կար հա արտոնություններ ընտանիքի կրթություն առողջապահություն բնականային պայմաններ բարձր դրամական բավարարներ այդպես շարունակ հիմա եթե մի 2-3 տարի հետո եթե սա ամենացու վերարտադրվեց բանակը չի համալրվում լրիվ մերկ վիճակ է որտեղ իրենք հիմա այս իրավական ակտերով են փորձում անել ասել է ժողովուրդ 10000 բանակ ունենք Ադրբեջանը 100000 ունի Ադրբեջանի ոչ մի հարցակում չեն կարող դիմագրել հետեւաբար Ադրբեջանի նախագահը ինչ ասում է պիտի հասենք անենք հակառակ դեպքում ուժով վերցնելու այսպես այս է բանակի լուծարման ձևը հիմա ես ինչու եմ զուգահեռում իրեն ասել են բանակ պիտի չլինի բանակի չլնելու երկու ձև կա ոնց որ 1920-ի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլով ստորագրած բանակ պիտի չլինի հա հիմա սա շանաբար արվում Եվ մեր վերջնարդյունքում նույնն է, սպառազինություն չունես, մոտիվացված բանակ չունես, անձնակազմ չունես, զորքերի կառավարում բարձր սպայակազմը բավարար չի, ու վերջ բանակը չկա։ Հո բանակը նախարարության շենքը չի կամ վարչությունների պետեր, որ դռների վրա գրած է։ Պարոն Նահապետյան, դուք խոսեցիք Ադրբեջանի պահանջների մասին, ենթադրենք, եթե Աստված չանի, բանը հասնում է այդ այսպես ասած 300,000
ադրբեջանցիների հետ վերադարձի, Հայաստանի եւ հայ ժողովրդին ինչ սցենար է սպասվում։ Նախ այդ գործընթացը արդեն սկսել է։ Այն որ գոյություն ունի կազմակերպություն Արևմտյան Ադրբեջանի, որը ՄԱԿ-ում բնիկ ժողովուրդների կառույցներ կան, տարբեր բնիկ ժողովուրդներ, որոնք պետականություն չունեն կամ ասենք խնդիր են դրել ունենալու եւ այլն եւ այլն։ Նա այնտեղ ներկայացված է, այսինքն իրավական ակտեր են ՄԱԿ-ում ընդունվում ազգային փոքրամասնություն եւ բնիկ ժողովուրդների, նաեւ Արևմտյան Ադրբեջանի հետ կապված։ Փաշինյանը վստահաբար համաձայնություն տվել է։ Ինչ Ալիևը ասում է, որ սա ուզում են, որ սա լինի, ուրեմն իմացեք դրա վերաբերյալ նախորոք ինչ որտեղ, ես չեմ բացառում, որ այդ բոլորը փաթեթով ինքը համաձայնություն տվել է 22-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Ես չեմ բացառում, որ նաև գրավոր։ Ուղղակի դրա մասին մենք իմացանք մեկ կետի վերաբերյալ, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Ես չեմ բացառում, որ այս բոլոր կետերը ինչ մասին Ալիևը ասում է, ժամանակ եւ տեսախցիկի առաջ։ Եթե գրավորել չի տեսախցիկի առաջ գլուխը տնտմբացել է դրական պատասխան տալու։ Եվ հետաբար այդ 300,000-ի վերադարձ նշանակում է, որ Հայաստանից առնվազն առել չափով արտագաղթ լինելու։ Ոստաբար եմ ասում, մարդիկ չեն ապրելու։ Առանց էնել հիմա սահմանամերձ բնակավայրում Ադրբեջանի կողմից բարբերաբար անընդհատ կրակոցները ոչ միայն Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում, այդ կրակոցները բերում են ինչին, ինչ հոգեբանական ազդեցություն մեր կողմից չի պատասխանվում։ Գյուղացիները, որոնք իրենց սոցիալական նյութական հարցեր լուծում են այդ հողի վրա աշխատելով եւ անասնապահությամբ չեն անում, հսկայական տարածքներ, որտեղ իրանց շահութեր ապահովում, նաեւ ընտանիքն են կերակրում, որտեղ կա վտանգ։ Հայկական կողմը չի պատասխանում։ Դա ձեզ արտագաղթ սահմանամերձ բնակավայրը ուրեմն լքելու հետ կապված։ 300,000-ն էլ եկավ, 50,000 բերել են Երևան։ Ասել հիմա Երևանում դե ապրենք։ Բայց տեղ ապրել են ադրբեջանցիները 10,000-ն եղեք, ասեն 50,000 ժառանգներով գալիս են, ապահովեք, բնակարան է ունեցել են, բնակարան ունեցել են։ Որտեղ են ապրել, այս ինչ տեղեր, այս ինչ տեղեր ինչա, բարձր գերիտաշենքեր են, իրանք են գալու ապրեն։ Օրինակ հետաքրքիր Փաշինյանը ոնց է ասելու, չէ։ Ուստի ես վտանգները չեմ չափազանցնում, սա այն ինչ Ալիևը բարձրաձայնում է, սա համաձայնություն տվել է, խնդիրը ժամանակի ու տարածության մեջ է, երբ է դա կյանքի կոչելու, ինչքանով կա դիմադրություն այդ ամեն ինչը չանելու համար, եթե կա լուրջ դիմադրություն, ինքը ժամանակ է խնդրում Ալիևից եւ Էրդողանից, ժամանակ, քարոզչական հողանախապատրաստում, ասենք նույն այդ 300,000-ի վերադարձի համար սահմանամերձ բնակավայրերի մեր հայկական բնակավայրներն են մարդիկ լքում։ Ասում եմ ինքը պայման է ստեղծում լքելու համար, մարդը չի աշխատում, շահույթ չունի, ամբողջ օրը 24 ժամ կրակոցի տակ է, ինքն էլ ասում է ես հրամայում եմ, հայկական կողմը չպատասխանում, պատկացեք հոգեվիճակ այդ սահմանում ապրող ինչ ասելու, ոնց փաստերում ասում է թուրքը կրակի օդ, հետո կրակի շենքերի վրա, հետո մեր վրա հայկական կողմը չի պատասխանելու, բայց այդտեղ ապրում ինչ անեմ, առանց էնել ինչ որ մշակում էի անում, հիմա չեմ կարող անել, մնամ ինչ անեմ, եւ այդ մարդուն պետք չի մեղադրել, հարցը խիստ իրատեսական է։ Մարդը դուրս է գալու։ Հետո այդ 300,000 որ կան, հիմնականում առաջնորդին սահմանած բնակավայրում են, իրենց քաղաքները պետք չի առայժմ։ Քաղաքներում Թուրքիայից կգան բիզնեսմենները եւ այդպես շարունակ։ Իսկ Ադրբեջանը պետքա կարևորագույն Սյունիք եւ իր հետ սահմանամերձ բնակավայրում, որով որ ցանկացած ժամանակ դյուրին կերպով մեր այլ շրջանների վրա հեշտությամբ կարող են դուրս գան։ Պարոն Նահապետյան, Փաշինյանի այս գործելավոճը ըստ էության կամ գործակալի կամ դավաճանության մասով հստակ գործելավոճ է։ Հիմա ասես Փաշինյանի մոտիվացիան այս ամնի համատեքստում ո՞րն է եւ շատերը խոսելով իր գործելավոճի եւ մանավանդ մոտիվի մասին խոսում են նրա կասկածելի ծագման վերաբերյալ, հա, որտեղ շատերը օրինակ նշում են, որ իր ծագումնաբանության մեջ կա թուրքական հետք։ Ես այդ ազգային պատկանությունը մի կողմ վրա դնենք, հա, որտեվ ասենք քրդերը վերջին 100 տարում Թուրքիայում հայերին հույներին որպես բնիկ ժողովուրդ ուժով բռնությամբ ցեղասպանությամբ դուրս տնելուց հետո հիմնականում հայերին հույներն, հա, քրդերը զբաղեցին այն տարածքները, այն բնակավայրերը եւ այն ազդեցությունը, որ ունեին հայերը, ճիշտ է։ Այսինքն եւ քրդերը ստեղծեցին զինված խմբավորում, քրդական բանվորական կուսակցություն, չէ՞։ Հիմա այսօր Էրդողանի
Ինչպես զենքը վայրադրել։ Բայց Էրդողանի ամենահավանական փոխարինողը Հական Ֆիդանն է, արտգործնախարարը նախկին արտաքին հետախուզության պետը։ Կեսով քուրդ է։ Հիմա այդ մարդուն ինչ ասես։ Վստահ եմ ասում, կեսով քուրդ է ինքը։ Ասես որ քուրդ է դրամար, այսպես դրամարն է, չէ, ազգային պատկանելություն դրում ենք ենքո։ Հիմա Փաշինյանի պարունայինք, հա։ Այն հիշենք 2018-ին, երբ Բոլտոնը եկավ ստեղ։ Շատ կարևոր է, որտեղ այն ինչ որ Բոլտոնը այն ժամանակ ասեց, հիմա բացեք նայեք։ Հիմա կյանքի է կոչում, այդ թեև նաև Արցախի հանձնումը, այդ թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ քրեական գործերի հարցում ասում 2018 թիվ։ Այսինքն այդ ժամանակվանից Փաշինյան Նիկոլ այդ պրոյեկտի մեջ ա եղել, Արցախը պիտի հանձնվեր։ Դե որպես քաղաքականության մեջ պարզամիտ գերցի շուստորությամբ մտածել էր Արցախից ազատվենք, ես կլինեմ անկախ Հայաստանի, ապագա մեծ Հայաստանի թագավորը։ Երկրի ղեկավար էլի, ասենց ինքնիշխան, ասենց գլխատառերով գրված եւ այդպես շարունակ։ Եվ հետաբար ընդունում ենք իրողություններ, կարող ենք դատողություններ անել, դավաճան է, տգետ է, դիլետանտ է եւ այլն, բազում գնահատականներ, որակումներ կարող ենք տալ, բայց արձանագրում ենք հետեւյալը փաստերով։ Փաստը հետեւյալն է։ Փաշինյանը հիմա ներկայացնում է Հայաստանը որպես պատերազմի այդ մեծ ճակատամարտում, իսկ ասում պատերազմը չի ավարտվել, առավելս գոնե խաղաղության համաձայնագիր կամ պայմանագիր է, չի ուզում, կնքվյուրում չի ավարտվել։ Դա որպես եւ խորհրդանիշ եւ պարտավորություններ ներքո գտնվող անձ։ Գնահատենք այսպես, հա։ Բայց նաեւ ես համոզված ասեմ, որ այսօր Հայաստանում իրականացվում է, սպասարկվում է Թուրքիա եւ Ադրբեջանի ազգային պետական շահերը։ Աշճանաբար դանդաղ 22 թվականի հոկտեմբերից մինչև 23-ի սեպտեմբեր 11 ամիս է, չէ՞, անցել։ 11 ամիս Ադրբեջանին պետք էր, որ օղակը սեղմեր Արցախի շուրջ։ Ինչու հոկտեմբերի 7-ին ռազմական գործողություն չսկսեց, չէ՞, որ հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչվել էր Ադրբեջանի մաս, չէ՞։ 11 ամիս հետո չէ սկսեց։ Հիմա էլ նույնն է։ Եվ հետաբար արձանագրենք հետեւյալը, ցանկացած օկուպացիոն ռեժիմում տվյալ երկրի քաղաքացիները, եթե սպասարկում են օկուպացիոն պետությունների շահեր, իրանք կոչվում են կոլաբորանտ իշխանություն, կառավարություն, պաշտոնատար անձինք։ Այս մարդը դա է։ Ես էլ հեծանիվ չորնեմ, նայեք լավագույն եւ այդ տերմինը եւ այդ բնութագրումը լավագույնս տրվել է 1939-45 թվականներին Ֆրանսիա։ Դիմադրական շարժում, ինչ քաղաքական պայքար։ Երբ որ ես նման գնահատական եմ տալիս, հաճախ թյուրոն բռնում կա եւ փորձ արվում է շահարկել, որ եթե ես ասում քաղաքական պայքար պետք չի, ուրեմն զինված ապստամբություն, չէ՞, այդպես չի։ Զինված ապստամբությունը ժամանակ կլինի, երբ որ, ասենք, քաղաքական իշխանության ընդդիմադիր մարդկանց սկսեն փողոցներում գնդակալ կամ մեքենաներ տակ գցել կամ բանտերում սպանել։ Այդ ժամանակ այո, զինված ինքնապաշտպանության իրավունք ունենք, չէ՞։ Բայց ես ասում եմ, այս իշխանություն կոչվածը, որի իշխանություն չի, Հայաստանի իշխանությունը չի։ Ես մեր խոսքի բացման սկզբում ասի ինչու ինքը չի։ Սա սպասարկում է Ադրբեջանի, Թուրքիայի շահերը, կոչվում է կոլաբորանտ եւ կոլաբորանտ կառավարության կամ իշխանությանը մեր ժողովուրդը ոչ պիտի ասի։ Այսինքն պատկերացրեք 99% մեր երկրի քաղաքացիները ասում են մենք այս կառավարության որոշումներ չենք կատարում։ Կապ չունի ինչ հաստիքի վրա ես, որ պաշտոնում ես։ Բարձրագույն, ասենք, դատախազ իր ապա համակարգ։ Յուրաքանչյուր համակարգում մի 20, 30, 50 հոգի է կատարում։ Ներքևի միջին օղակները, ստորին օղակները չեն կատարում, չեն կատարում վերջ։ Եվ այդպես բոլոր կառույցները, այսինքն իրական անհնազանդություն։ Քաղաքացիական հիմա տերմինը, այսպես ասենք, քաղաքացիական անհնազանդություն։ Այո, մենք հնազանդ չենք, այս կառավարության որոշումներ կյանքի չեն կոչել, եւ դա ազգովի եւ Հայաստանի քաղաքացիներն անում։ Եվ այդ քայլից հետո ինչ է ստեղծում Հայաստանում, փաստացի երկիշխանություն։ Այսինքն գործնականում իրավասություններով լիազորված իշխանությունը չի կարողանում պարտականությունները կատարել, որտեղ կատարողները չեն ենթարկվում, ասում են չեն կարողանում։ Ազատ եք գործից, քրեական վարույթ սկսեք, հա, 99%-ի հանդեպ։ Թեև իրանք մի տոկոս էլ չկան, էլ այսպես մատների վրա հաշված են։ Եվ երկրում ստեղծում է երկիշխանություն։ Այդ դասական է, հեծանիվ նորից եմ ասում, պետք չի հորինել։ Ժամանակին դրա ձևակերպումը հետևյալն էր. ներքևինները չեն ցանկանում, վերևինները չեն կարող։ Երբ որ Հայաստանում գործնականում երկիշխանություն ստեղծվի, դուք կտեսնեք այս իշխանական բուրգը թղթի տնակի կամ ավազի վրա կարծես տնակի ոնց է փլուզվելու։ Ձեզ վստահաբար եմ ասում։ Բայց ամբողջ հարցը, ինչպես ասում են, շան գլուխը որտեղ է թաղված։
Մենք իրավիճակին համարժեք չենք գնահատում։ Քաղաքական պայքար ենք մղում, մղեն խնդիր չի։ Դիմադրության ձև է, բայց արդյունք չի տալու հաղթանակի համար։ 4 մեծ ընդվզում եղավ 44 օրից հետո ինչու պարտվեց։ Գցում են ժողովրդի գրպանը, պետք չի ժողովրդի գրպանը գցել, հրաշալի ժողովուրդ ունենք։ Այս ժողովուրդը ընդվզեց, բայց խնդիրը քաղաքական առումով ընդվորում մի քանի անգամ, այդքան կորուստներից, ծեծ ու ջարդից, այլասերումներից, այլանդակությունից, մինչև հիմա հունիսի 12-ի դեպքերից հետո 16 հոգի հիմա դատվում են։ Այսինքն իրենք ծեծվեն, նվաստացվեն, վնասվեն, հետո իրանք էլ որպես մեղավոր կարգվեն։ Մենք հրաշալի ժողովուրդ ունենք, այնպես որ նրանք ովքեր որ կազմակերպում են այս դիմադրությունը, պետք է իրավիճակը համարժեք գնահատեն, համարժեք չեն գնահատում։ Բնականաբար պարտությունը իրան սպասեցնել չի տա։ Ճիշտ գնահատեցիր, քայլերը համարժեք արեցիր։ Հիշեցնեմ 88 թիվ 1900 կար կոմունիստական կուսակցություն, խորհրդային միության իշխանություն։ Ստեղծվեց Ղարաբաղ կոմիտե։ Ամբողջ հանրապետությունում Ղարաբաղ կոմիտեի միավորներ ստեղծվեցին։ Եվ մի պահ եկա, որ Հայաստանում ստեղծեց երկիշխանություն։ Կենտրոնական իշխանությունների որոշումները հանձնարարականները տեղերում չէին կատարում։ Ասում են, չէ, մենք Ղարաբաղ կոմիտեի որոշումները կատարենք, տեղի ժողովուրդը։ Ղարաբաղ կոմիտեն կենտրոնում ինչ որոշում կայացնում էր, մենք այդ շրջաններում ենք կայացնում։ Այսինքն փաստացի իրական ոչ միայն անհնազանդություններ, դա նաև հաջորդ քայլներ։ Այսինքն դա գործնականում Ղարաբաղ կոմիտեի ուսերի վրա դրվում էր իշխանություն ունենալու մեծ հայտ։ Դրվեց չէ, այդպես եղավ, չէ, անցումը։ Սահուն կերպով եղավ, այնքանով որքանով որ կոնկուրսի ղեկավարները մեր խորագետ էին։ Հիմարությունները չարեցին, ուղղակի հանձնեցին։ Բայց իրենք ինչու հանձնեցին։ Նույն Մովսիսյանը այն ժամանակ առաջին քարտուղարին ինչու հանձնեց, որտեղ ինքը հասկացավ փաստացի թղթի վրա ունենալով իշխանություն, գետնի վրա չունի իշխանություն։ Ես ընդհանրապես նույն բանն եմ ասում, հեծանիվ պետք չի օրինել։ Բայց եթե դուք ասում եք, որ ճանապարհը սա է, արտահերթ, հերթական, փողոց, ասենք Նիկոլ հեռացիր։ Այդ չի հեռանում այդ մարդը, չի էլ հեռանալու։ Կամ ես քանի որ որակում եմ, որ սա օկուպացիոն ռեժիմի կամակատար կառավարություն է, այդ բառը անդադ միգուցե մեր լսողները ամենքան են կարելի չի կոլաբորեն, կամակատար կառավարություն է, չէ՞։ Հիմա այդ կառավարություն կոչվածը բոլոր ժամանակներում, բոլոր օրենքներով ոնց է գնահատել։ Ասենք տգետ, դիլետանտ, ոչ մրցունակ, դավաճան, թշնամի ոնց է գնահատվել։ Թշնամի, բայց թշնամի պետության կամքը կատարող կառավարությունը ոնց է կոչում։ Թշնամի։ Հիմա պատկերացեք մեկը մտել է ձեր տունը, ավերագործում, թալանում է, իշխանությունն է բանեցնում, ինչ ուզում անում է։ Այդ թվում նաև բռնություն տան անդամների նկատմամբ եւ այլն։ Եվ դու գիտեք ինչ եք ասում։ Սենց լուրջ դեմքով նայում եք իրեն, ասում եք ես ձեզ չեմ վստահում։ Բայց ժպիտա չի առաջացնում։ Ինչու, որտեվ իրավիճակը համարժեք չի գնահատվում։ Որ պահին իրավիճակը համարժեք գնահատվեց, այստեղ քաղաքական էլիտայի, ընդդիմադիր էլիտայի մասն է խոսքը։ Իրավիճակը փոխվելու։ Եվ այն իրողությունը, որով բոլորը նույն դաշտում են հայտնվելու, նույն խրամատում, վստահաբար այդպես էլ լինելու է։ Նույն խրամատում հայտնվեցին, այնտեղ իրենք արդեն մարգինալ են դառնում։ Եթե ոստիկանի հրամանը չի կատարում, դատախազության աշխատողը չի կատարելու հրամանը։ Բանակը պետք է չխառնվի, բանակին մարտական խնդիրը սահմանում պետք է կատարի, շտապօգնության որոշ մարմիններ, իրապահ համակարգի օպերատիվ աշխատանքները, այո, իրանք պետք է կատարեն, որ կենսագործունեություն չկանգնի, բայց մնացած բոլոր կառույցները, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների։ Եվ իրականությունն է փոխվում։ Այդ դուք 4 անգամ չեք, 44 անգամ փողոցի չեք, միևնույն է պարտվելու եք։ Եթե անհրաժեշտություն լինի, որպեսզի իշխանությունը չհանձնվի, իսկ Ալիևն ու Էրդողանը ասել իշխանությունը մի հանձնի։ Պետք լինի այդ հատուկ տեխնիկական միջոցները ոստիկանություն որ կիրառած, պետք լինի կրակել եւ հիմնավոր ինչ են կրակել։ Կասկած չունենաք։ Հիշում եք գլխավոր շտաբի մի խումբ սպաներ, որ հայտարարություն էին տարածել։ Դրան հետևեց թուրքական հայտարարություն։ Ուշադրություն դարձեք, Ալիևի ասածը, որի երկրորդն էր, առաջինը չէ, շատ ավելի մեղմ էր, քան Էրդողանը։ Էրդողանը ուղղակի սպառնաց, ասած զոր կմցնեն։ Որտեւ այդ պետությունները հասկանում են, որ Փաշինյան Նիկոլը իրանց կամակատարն է, շատ դժվար է կամակատար գտնել, բայց որն էլ կարողանա մանիպուլյատիվ հնարքներով իր նմաններին բերելով իշխանության, այսպիսին են նժդե շատ ձևակերպումներ, ասում են ազգի տականքը, բերվել է իշխանության, հիմա սրանք են իշխանությունը։ Ես որակումներից երբեք բան չեմ անում տալու, իրականությունը սա է։ Որ պահին քաղաքական ընդդիմությունը ճիշտ գնահատական տվեց, նաև աշխարհաքաղաքական զարգացումներին։ Լավրովը եկել էր այստեղ, ինչ էր ասում, որից նոր բան չէր ասում։
Օրինակ, ես սպասում եմ, որ դրանից հետո որոշակի նաև ներքաղաքական որոշակի կոնսուլտացիաներ կլինեն։ Այդ երկրի իսկ մեզ համար գոնե թիմի 1 խնդիրը անվտանգային է, չէ՞ մնացածը ածանցում է։ Մեր անվտանգությունը ուղղակիորեն առաջնորդին կապված է Ռուսաստան հապկ եւ հետո նաեւ Իրան, չէ՞։ Այսինքն մենք այդ առանցքի վրա ենք։ Հիմա ինչ է ասում։ Հստակ ասեց, իրենք ոնց են տեսնում Հայաստանի ապագան, ներկան եւ ապագան։ Ադրբեջանը 4 երրակո։ Այդ նշանակում որ Ալիևի ոչ մի ասած այլևս իրականության վրա որից ազդեցություն չունենա։ Տարածաշրջանում հարցերի լուծումը 3 գումարած 3 ձևաչափ, այսինքն դրսից պետություն, ուժ, հատուկ ծառայություններ պետք չի բերել։ Ներկան ՀԱՊԿ, ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միություն, ԵԱՏՄ, ապագան BRICS։ Ու վերջ։ Այսինքն Հայաստանի քաղաքական ընդդիմությունը տարբեր ճամբարներում, հա, պետք է միավորվեն, եթե ուզում են իրավիճակ փոխել, այս օրակարգի շուրջ։ Ինչ վատ օրակարգ է։ Այսինքն դրանով ինչ է, մեր ինքնիշխանությունն է նվազեցվում, տարածքներ են կորցնում։ Ալիևի ամենակարևորը, Ալիևի պահանջները չի կատարել։ Ալիևը չի կարող ասել 4 եռակողմում Վլադիմիր Վլադիմիրովիչ, քանի որ չկա մասնավորապես բանը միջանցքը, ես դուրս եմ գալիս, ինքը չի կարա դուրս գա։ Բայց ընդ որում հիմա ժամանակա չէ լրանում իդեպ ստորագրության փաստաթղթի ժամկետ ունի։ Իրենք նաև այդ են ձգում։ Հետաբար իմ նաև ուղղակի թե անուղղակի է արտից օգտվելով ոչ եմ անում ընդդիմության տարբեր ճամբարներին ստեղծել օրակարգ։ Մնացածը տեսական բաներ է եւ ասել ինչ է իրականում Հայաստանում այս կառավարությունը ուզում։ Այնինչ ուզում է Ալիևը։ Պարոն Ապետյան, անդրադառնանք նաև աշխարհակաղակական զարգացումներին։ Դոնալդ Թրամփը երբ որ գալիս էր Սպիտակ տուն, նա հայտարարում էր, որ 1 օրում կկանգնեցնի 24 ժամում կկանգնեցնի պատերազմը Ուկրաինայում։ Հետո 100 օրում Անցան ամիսներ, բայց պատերազմը ոչ միայն չի կանգնել, այլև ռուսական կողմը շարունակաբար հարվածում է Կիևին բալիստիկ հրթիռներով եւ Դոնալդ Թրամփը մամուլում համնային դեպս տեղեկություններ տարածվեցին, որ մտածում է Ռուսաստանի հանդեպ սանկցիաներ կիրառել եւ առհասարակ հեռանալ միջնորդական առաքելությունից։ Այդ ճակատում ըստ հիմա ինչ է կատարվում եւ ինչու պատերազմը չի կանգնում։ Եթե սանկցիա կիրառեց ինքը վերադառնում է դեմոկրատների օրակարգին։ Հիմա ինչ է ուզում Միացյալ Նահանգները։ Ինքը ասում է, որ Պուտինը փոխվել է։ Արձանագրենք հետևյալը։ ԱՄՆ-ն ինչ է ուզում։ ԱՄՆ-ն ուզում է սկրիվը կանգնի։ Անշուշտ։ Բայց իր պայմաններով։ Պայմանները ինքը պիտի թելադրի։ Եվ այդ պայմաններին պիտի ենթարկի նաև Ռուսաստանը։ Ռուսաստանը ասում է ոչ, ես քո պայմաններին, այնինչ դու ուզում ես եւ դու գտնում ես, ես չեմ ընդունում։ Դա ինձ համար պարտություն է։ Բայց եթե կռիվը շարունակվում է, ապա ԱՄՆ-ն այդ կռվի մեջ պիտի չլինի։ Երևացող ձևով, ինչպես Բայդենի ժամանակ կար, իրենք երևացող կային, չէ՞։ Չերևացողով զենք կարող է ծախել Եվրոպայի։ Հիմա կռվի մեջ Բայդենը եթե չի կարողանում կանգնեցնել, իսկ փաստ է որ չի կարողանում, որտեվ այն իր նախապայմանները կամ իր պայմանները Ռուսաստանի ղեկավարությանն առաջ դրած, ռուսները համաձայն չեն։ Բանակցություններ գնում են, կարող են չուն պահ հետո համաձայն լինեն։ Բայց այս պայն համաձայն չեն։ Եվ հետեւաբար ԱՄՆ-ի ղեկավարությունը մտածում է հետևյալը. կռիվը շարունակելու է Եվրոպան։ Եվրոպական երկրները 3 ավանգարդում գտնվող պետություններով։ Որոնք դեմել չեն։ Ինչպես? Որոնք դեմել չեն պատերազմի շարունակականությանը։ Ուրեմն ֆինանսական մասը ապահովում է եվրոպական երկրները գումար են հավաքում, նաև ուզում են Ռուսաստանի այդ ակտիվները 300 միլիարդը, ինչպես ասում են, օգտագործել, որը անօրինական է։ Եվ զենք զինամթերք։ Ռազմաճնապետական համալիրը սուր աշխարհում ամենը զարգացածներից մեկն է։ Այդ երկրի եթե ինչ-որ բան արտադրում է, հիմնականում ռազմաճնապետական համալիր, որտեղ մնացած արտադրությունները ԱՄՆ-ի մեծահարուստները դեմոկրատների ժամանակ դուրս էին տարել։ Եվ բրիտանացիների հետ հիմնական ներդրում արել են Չինաստան, Հնդկաստան։ Բայց ռազմաճնապետական համալիրը այնուամենայնիվ ԱՄՆ-ն ունի։ Ինքը կարտադրի կվաճառի Եվրոպային, Եվրոպան կգնի, որտեղ գումար է հավաքել։ ԱՄՆ-ի ռազմաճնապետական համալիրը աճ կապրի, որտեղ ապրանքը արտադրվում է, վաճառվում է։ Այդ զենք զինամթերք տրվի ուկրաինական բանակին,
Գումարն էլ արդեն հավաքել են, այդպես պատերազմը կշարունակվի։ ԱՄՆ-ը հիմա այս սցենարի մեջ է։ Եվ ինչու է ինքը ուզում դուրս գալ ընդհանրապես, որ չերևա, երևացող ձևով։ Ես Վիետնամի օրինակը բերեմ 1972 թիվ, երբ ԱՄՆ-ի օդուժը հսկայական կորուստներ ունեցավ, որտեղ ռուսական նորագույն հրթիռային համակարգեր էին աշխատում այդ ժամանակ, ԱՄՆ-ն որոշում կայացրեց, որ ինքը աշճանաբար դուրս է գալիս կռվից եւ պատրաստեց Վիետնամի մի մասը, հարավային մասը, Սայգոն մայրաքաղաքում, որ նրանք պիտի կռվեն հյուսիսային Վիետնամի դեմ, որոնց օգնում է Խորհրդային Միությունը։ Հիմա ինքը դուրս է գալիս, Եվրոպային մտցնում է կռվի մեջ։ Ավասիկ Եվրոպայի միակ պետությունը, որը միջուկային տերությունն է, դա Բրիտանիան չի, նա միջուկային մարտագլխիկներն ունի, բայց ԱՄՆ-ի կողմից կառավարելի է։ Ֆրանսիան է, Ֆրանսիան իդեպ ասել է, ես Եվրոպային վերցնում եմ Ֆրանսիայի միջուկային հովանոցի ներքո, ասել է։ Եվ հիմա այսպես Եվրոպայի խնդիրը սա է, կռիվը շարունակվում է, ԱՄՆ-ը հետ քայլ է արել, ռուսներն էլ կարմիր գծեր են իդեպ անցնում, ասեմ ձեզ, եթե կարմիր գիծեր առաջ Սումայի մարզը մտնելը, հիմա մտել են, կարմիր գիծեր Խարկով մտել են, Դնեպրոպետրովսկ մտել են, շուտով ըստ անհրաժեշտության ես կարծում նաև Նիկոլաև Օդեսա։ Ռուսները ռազմավարական հարձակում չեն անում, ինչու որտեվ առաջնագծում ըստ ուկրաինական աղբյուրներ ռուսական կողմից մոտ 600,000 անձնակազմ է, բայց դա 10-15%-ն է։ Այսինքն ռեզերվը ռուսները պահել են, եթե իդեմ Եվրոպան միացյալ բանակ անի, ասենք մի 500 միլիոն կամ 1 միլիոն, հա, այդ ռեզերվը դրա համար է պահել։ Թեև այդ ռեզերվը ամբողջ օրը շենքերում չեն, իրեն գնում են կռիվներին մասնակցում են, ռոտացիա փոխվում են, հա, փորձառություն են ձեռք բերում։ Եվ հետաբար ռուսները ինչ խնդիր են դրել։ Եկեք այսպես ասենք, այդ երկրի պատերազմի ժամանակ բարձրագույն մարմինը անվտանգության խորհուրդն է։ Խորհրդի նախագահը Ռուսաստանի նախագահն է։ Տեղակալը Դիմիտրի Մեդվեդևը։ Օրերս ինչ ասեց, բուֆերային գոտու վերաբերել Ռուսաստանի նախագահը ասեց, որ առանց մարզերի անունը տալու ասեց, չէ՞ որ բուֆերային գոտն է։ Մեդվեդևը ասում է, ամբողջ Ուկրաինան բուֆերային գոտ է, մեզ համար բացի Ուկրաինայի արևմտյան մի քանի շրջանների, որոնք ես ենթադրում եմ ռուսները նպատակադրել են, որ դա վերադարձնեն ի պատմական առումով իրենց տերերին, ասենք նվազագույն Լեհաստան, Հունգարիա։ Բայց մնացածը բուֆերային գոտի։ Այսինքն տարածքները վերցվելու են, կամ այդ տարածքներում իշխանափոխություն ալնելու, հեղաշրջում ալնելու, որից հետո նոր պայմանագիր, նոր մարտավարություն, նոր ներքին արտաքին քաղաքականություն, որը Ռուսաստանը տալևս թշնամական չի լինի։ Եվ ռուսները քայլ են անում, այս իրանք կտրուկ չեն գրում, հա, մեծ հարձակման, որ դիմացի կողմից, ասենք եվրոպական երկրներից։ Հիմա Եվրոպան ասում է, չէ, ես կռիվը շարունակում եմ։ 300 կիլոմետրանոց Խայմերսները, օրինակ Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ 5 արձակման կայան տեղադրել է վերջերս ապրիլ 28-29-ին Էստոնիայում։ Ինչու՞։ Եթե ԱՄՆ խաղաղությանը ձգտում, ապա Էստոնիայում դու ինչ ես այդ կայանքները դնում։ Այդ դեպի ուր է ուղղված, ես ասեմ ուր։ Դեպի Սանկտ Պետերբուրգ 150 կիլոմետր է հեռավորությունը, իսկ էֆեկտիվ իրենք խոցում են մոտ 300 կիլոմետր։ Կամ 3 մերձը Գերմանիայի վարչապետը նման հայտարարություն արեց սահմանափակումները հանելու մինչև 500 կիլոմետր հեռավորություն, իսկ Ռուսաստանի խորքերը հարված են։ Սա Ռուսաստանը այնուամենայնիվ փորձելու է, որ այդ ձևով աշխարհագրություն չմեծանա, եւ ինչ-որ լծակներ փորձելու է։ Սա ես չեմ բացառում, որ դա ասենք Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի կողմից ԱՄՆ-ի հետ պայմանավորված է այդ կեցվածքը։ Ինչու որ Ռուսաստանը մի փոքր զիջում անի։ Օրինակ Ֆրանսիայի միջուկային զինանոցը 195 մարտագլխիկ, որից մոտ 150-ն են Սուզանավերի վրա, որ հիմնականում գտնվում են միջերկրական ծով։ Եթե արձակվեն, ասենք Ռուսաստանում մոտ 20-30 տարբեր փորձագիտական շրջանակների գնահատմամբ 20-30 միլիոն մարդ զոհվելու է։ Բայց այդ 150 մարտագլխիկի փոխարեն Ռուսաստանը մոտ 3000, իր զինանոցը 6000-ից ավել է։ 3000 արձակում է եւ ընդհանրապես մայրցամաքային Եվրոպա գոյություն չի ունենում։ Հիմա Եվրոպան սրանա ցկտում, սրանա գնում։ Եթե դրանա գնում, այո, ռուսների մոտ 30 միլիոն եւ այդ պետությունը թուլանում է։ Այդտեղ իդեպ Միացյալ Նահանգները շահում են, պատկերացնում եք, այնպես ինչպես առաջին, երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։ Եվ ընդունենք սա էլ երրորդն է։ Համաեվրոպական պատերազմ արդյոք կանխատեսելի է։ Ես ասում եմ, եթե այնուամենայնիվ Ռուսաստանի Ուկրաինայից հետո կամ Ուկրաինայում չէ, Ուկրաինայում թեման փակվում։ Գիտեք, ասենք պատերազմը բանակն է, չի անում։
Եվրոպան բանակ չունի։ Բայց հիմա ուզում են ստեղծեն, կարծես թե։ Կապ չունի։ Ասենք կարող են կես միլիոն, 1 միլիոն, 2 միլիոն բանակ։ Բանակը անձնակազմը չէ, բանակը մոտիվացված կռվողն է։ Այսօր Եվրոպայում կա մեկ մոտիվացված բանակ, դա Ուկրաինայի բանակն է։ Ուկրաինայի բանակը պարտությունից հետո Եվրոպան բանակ չի կարող ունենալ։ Անկամ մասնագիտական պատրաստվածությունը վականցած է, մեկ օրինակ բերեմ, այս վերջերս ոչ ռուսական դրոշներկո, ռուսական նավթային մի տանկեր Էստոնիայի զինված ուժերի ուղղաթիռները փորձում էին կալանավորել, դեսանտ իջեցնել։ Այդ տանկերները զինված չեն։ Շարժունակությունը մանևր անելու համարյա զրոյական է, որտեղ իրենք բավականին երկար են եւ ծանր, որ եթե բեռնված են։ Պատկերացրեք Էստոնիայի այդ զինված ուժերի ուղղաթիռները չկարողացան ուղղաթիռներից տանկերի վրա անձնակազմ միջոցին։ Ես մասնագիտական պատրաստվածություն եմ ասում, սու ուրեմն 25 թրավ ռուսական եւ այդ բոլոր ուղղաթիռները, նավերը, որոնք շրջափակել էին, տանկերը ուղղակի ճողոպրեցին, թեման փակվեց։ Բանակ որպես այդպեսին Եվրոպան մոտիվացված բանակ չունեն։ Նույնիսկ եթե զենք, զինամթերք, ֆինանս լինի, չկա։ Ահա թե ինչու են անընդհատ օգնում Ուկրաինային, որտեղ ամենամոտիվացված բանակը եւ փորձառու, հա, դա ուկրաինական բանակը, սա փաստ է, եւ Ռուսաստան դա հրաշալի գիտի։ Օգնել ուկրաինական բանակին արեմուտքը, որովհետեւ ռուսների դեմ կռվի անընդհատ, բայց դե այդ ժողովուրդն էլ ասենք, իդեպ մի հետաքրքիր փաստ բերեմ, որ ցանկությունների դաշտից հիմա փետրվարից մինչև այս ամիս կամավոր, դա ուկրաինական աղբյուրներ են ասում, 500 կամավոր են ցանկացել ուկրաինական բանակի շարքերը համալրել, Ուկրաինայի քաղաքացիներ։ Սա ինչ որ բանի մասին խոսում է, չէ՞, վստահաբար խոսում է։ Այսինքն ժամանակը ռուսների օգտին է աշխատում, իրենց դեմ չի, նույնիսկ այդ 18-րդ փաթեթը, որ մտցնեն, 19-րդը, որից զոհ չի ազդելու Ռուսաստանի վրա։ Նույնիսկ եթե Միացյալ Նահանգները նույն պատժամիջոցներից չի ազդելու, ուղղակի ռուսները կարմիր գծերը անցել են եւ Եվրոպան աշկերը փակել է։ Այս ասացի կարմիր գծերը 3 մարզերի վրա զորք մտցնելն է։ Եթե վաղը Օդեսա եւ Նիկոլաևը մտցրեցին, եւս ձայն չեն անելու, նույն եվրոպացիները։ Ընդհանրապես հայտարարություններ են տարածելու, հավաքվելու են քննարկեն, ձեռի հետ էլ թմրամիջոց օգտագործեն եւ այդպես շարունակ։ Բարկանան, ձեռքերը սխպեն, խփեն այդպես սեղաններին, գորգորան եւ այլն ու վերջ։ Այդ հիստերիայից հետո ոչ մի բան։ Ռուսական զորքերը առաջ են գնալու, որտեղ փաստը մնում է փաստ, որ այսօր առաջ խաղացումը ռուսական զորքերի ոչ թե ռազմական ղեկավարներն են որոշում, այլ քաղաքական։ Որ պահին ռազմական ղեկավարները որոշեցին, այդ 10-15% անձնակազմ փոխարեն 60-70% անձնակազմը մասնակցելու։ Այսինքն առնվազն մի քանի միլիոն մարդ, դուք պատկերացնում եք, որ ստրատեգիական ճեղքում կարող են անել։ Եվ շատ արագ, ասենք, Կևի մատույցներ հասնել։ Նույն այսպես ասենք, հա, աճ եւ ձախ, Դնեպրի աճ եւ ձախ ափերը պիտի վերցվի։ Եվ դրան հարակից շրջանայթուն նաեւ Կիևը։ Եթե ԱՄՆ չցանկացավ կամ չկարողացավ առնվազն Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի վրա լուրջ ճնշումներ օգտագործել, հիմա ինքը հասկանում է այդ մանևրը խաղը, Տրամփ ինքը հասկանում է, ինքը խաղում է, ինքը Եվրոպային է ֆաս տալիս։ Բայց եթե հետո Եվրոպային ֆաս տալով պարզվի, որ ընդհանրապես Եվրոպան, թեև Ամերիկային ձեռք տալիս է, որ Եվրոպայի եւ տնտեսությունը ավերվի, որտեղ իր համար մրցակից էր, Գերմանիայի տնտեսությունը մինչև այս կռիվը լուրջ մրցակից էր, արտահանման ծավալներով, այո։ Հիմա եթե խնդիր կա, որ Եվրոպան ընդհանրապես չլինի, ԱՄՆ-ի համար, ես ասում եմ, ստրատեգիականը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է, հա, այնտեղ Չինաստան կա, Հնդկաստան կա, այնտեղ է իր մրցակցության դաշտը այնտեղ է։ Չինաստանի տնտեսությունն է իր համար թիմիկ խնդրեմ, աշխարհի միակ տնտեսությունը, աճող Հնդկաստանին, նո առայժմ այսօր Հնդկաստանը չէ, բայց Չինաստանի տնտեսությունը։ Չինաստանի տնտեսությունը ծնկի բերելու խնդիր ունի, ստրատեգիական առումով Տրամփի խնդիրը սա է։ Իսկ ինչպես բերի։ Այդ երկրի հոսանք արտադրելու հումքը 80%-ը տալիս է նավթը։ Նավթը վաճառվում է Չինաստանին, արաբական երկրներից եւ Իրանից։ Որ պահին Իրանի եւ արաբական երկրների վրա Միացյալ Նահանգները ունեցավ արդյունահանման, տեղափոխման եւ գնային քաղաքականության վրա էական ազդեցություն, իսկ հիմա ԱՄՆ դա է անում, ապա ձեզ վստահաբար ասում եմ, Չինաստանի տնտեսությունը լուրջ հարված է ստանալու։ Որտեղ Ռուսաստանից են գազամուղներ, որ կառուցում դեռևս կառուցված չէ, մեկ գազամուղ աշխատում, երկուսը ընթացքի մեջ է, եւ Չինաստանի տնտեսությունը լուրջ խնդիրներ առաջ կարող է կանգնել։ Այստեղից բարձ հետեւություն, որ Միացյալ Նահանգները իր ստրատեգիական խնդիրը շահերն է սպասարկում,
Ռուսաստանը իր, մնացածը այդ երկուսի սպասարկման տիրույթում փորձում են մանևրել, փորձում են առավելագույն շահեկան դուրս գալ։ Այս պայն Ուկրաինան եւ եվրոպական երկրները դեռ չեն շահում, իրանք կորցնում են։ Գերմանիայի տնտեսությունի վիճակը, Ֆրանսիայի տնտեսությունը, այսօր լսում եմ պաշտոնատար բավական լուրջ անձանց Ֆրանսիայի, ահավոր վիճակը տնտեսությունը, թվային իրական քաղաքականության, եթե դանը գումարենք, որ մեծ գումարներ պիտի Ուկրաինային տրվի, հա, այսինքն այդ եվրոպական երկրներում նաև իշխանափոխության մեծ վտանգ առաջանում։ Իդեպ այդպիսի փորձեր եղան, չէ՞։ Առայժմ ուժով ճնշեցին, այդ թվում նաև Ռումինիայում ուշադրություն դարձրեք, այդ թվում նաև ես առավել քան համոզված եմ դա լինելու է Լեհաստանում։ Առայժմ ժամանակապես, բայց սոցիալական վիճակը որ վատացավ, այդ երկրի քաղաքացիները կեցվածք են դրսելու, այսինքն ժամանակապես նաև արտահերտ ընտրությունների կարող է տանեն։ Գերմանիան պոտենցիալ այդ առումով պատրաստ է, այս վերջին ընտրությունները դա ցույց տվեցին արդյունքները։ Եվ հետաբար ժամանակը Ռուսաստանի օգտին աշխատում մեզ մոտ տարածաշրջանում, քանի այս կամակատարներն են, մենք եւս կորուստների ճանապարհին ենք, ինչպես Ուկրաինան, ինչպես եվրոպական երկրները։ Ճիշտ ընթացքի մեջ լինենք, մենք եւս շահեկան ենք դուրս գալիս։ Ճիշտ ընթացքի մեջ է, ասենք Ադրբեջանը, այնքանով որքանով, թե Ադրբեջանը հիմա ինքը բազմավեկտոր կարողանում է խաղալ։ Ռուսների հետ Ռուսաստանը ունի ռազմավարական գործընկերային պայմանագիր 22-ի փետրվարին ստորագրած, բայց միաժամանակ ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Ուկրաինայի հետ։ Նույնիսկ այն սնունդը ռազմական, որ ուղարկում է զինվորական սնունդը, դա եւս ռազմատեխնիկական է։ Եվ կարծում եմ Ռուսաստանը ինչ-որ պահ գալու է, որ Ադրբեջանից հաշվա պահանջելու։ Սա վստահաբար եմ ասում։ Եվ մեզ ինչ շանսեր կա, Արցախի հետ կապված կա շանսեր, վստահաբար եմ ասում, կա Արցախի հետ կա շանս։ Ես հիմք եմ ընդունում Ռուսաստանի պաշտոնատար անձանց առաջներթին նախագահի հայտարարությունը։ Ուկրաինայի վերաբերյալ շատ հստակ էր ասում, Լենինի ստեղծած պետություն։ Հիմա զուգահեռում ենք մեր հայկական իրողության վրա, Ադրբեջանը եւս Լենինի ստեղծած պետություն։ Ասում էր հաջորդը միտքը, եթե հետխորհրդային տարածքի երկրներ ուզում են անկախ ապրել, իրենց իրավունքն է, իրենց ընտրությունն է, այսօրից խնդիր չունեմ, բայց ինչ տարածքներով մտել են խորհրդային միության մեջ, այդ տարածքներով դուրս գան։ Եվ այստեղ մեզ համար շանս է չէ առաջանում, որտեղ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզով եւ Նախիջևանով չի մտել։ Իսկ եթե մի փոքր ավելի հետ գնանք, առհասարակ 1813 թիվ Ղարաբաղի խանությունը Իրանից 24000 քառակուսի կիլոմետրով մտավ Ռուսաստանի կազմի մեջ, 1828-ին Երևանի եւ Նախիջևանի խանությունները մտան Ռուսաստանի կազմի մեջ պատերազմից հետո։ Այսինքն Նախիջևանի հասնել է օրակարգային դառնում, այնպես չի։ Եվ հետեւաբար ասենք, եթե գործը հասնի այդտեղ Ադրբեջանի այս կոմպլիմենտար կամ եւ քաղաքականության արդյունքում, ասենք ռուսները ալևին ասելու են, մենք խնդիր չունենք, բայց քո տարածքը պատմականորեն, որ դուք ապրել եք, Բաքվի խանությունն է եղել, խնդիր չկա, ապրեք այդտեղ 2000 քառակուսի կիլոմետր ու վերջ։ Հիմա շատ կարևոր է այս փորձությունների ժամանակ, մարտահրավերների ժամանակ նաև հնարավորություններ առաջանում։ Բայց խնդիրն է, որ մեր հնարավորությունները օգտագործելու շահ մեր պետության, մեր ներկայի եւ ապագայի խոչընդոտ ունենք։ Եվ այդ խոչընդոտը առաջինը Ադրբեջանը ու Թուրքիան չեն։ Խոչընդոտը իրանց կամակատար կոլաբորանտ կառավարությունն է։ Եվ այս կառավարությանը հաղթել է պետք, հաղթելու համար գնահատել է պետք իր գործունեությունը։ Ես խորապես համոզված եմ, թղթի տնակի վրա փլուզվելու է սա։ Միայն մեր ժողովուրդը իր քաղաքական անդիմությամբ միակամ ճիշտ գնահատական տա։ Հայաստանում ստեղծվի երկիշխանություն, Փաշինյանը ինքը իր բնույթով, մարդկային բնույթով, հա, վախկոտ անձնավորություն է, որ պայն ինքը վտանգը զգաց, իսկ վտանգը շատ մեծ աչքեր ունի, այսինքն իր մոտ այդ չափազանցված կարող լինի, ուղղակի ճողոպրելու է։ Թեև Ալիևն ու Էրդողանը ասեն նստի տեղ դու խնդիր չունես, բայց ինքը ճողոպրելու է, չի մնա։ Այդ բուրգը, այսպես կոչված այդ իշխանական բուրգը ինքը ավազի վրա կառուցած բուրգ է, փլուզվելու է։ Բայց խնդիրն է, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը 99% եւ ավել պիտի իրավիճակը համարժեք գնահատեն։ Եվ մենք հեծանիվ նորից եմ ասում չորնենք 88-89 թիվը լավագույն եզակի փորձերից է եղել նաեւ խորհրդային միության տարածքում։ Փաստացի Ղարաբաղ կոմիտեն կարողացավ խաղաղ կերպով ճիշտ քաղաքականությամբ եւ իր առաջնորդով եւ իր քաղաքական թիմով կարողացավ այդ ժամանակվա իշխանությունից կոնկուրսից իշխանությունը վերցնել։ Առանց արյունի, հա, առանց
լուրջ բախումների, բանակցությունների արդյունքում իրականում փաստացի տեղերում երկրորդ իշխանություն ստեղծել, որտեղ մարդիկ հավատում են Ղարաբաղ կոմիտեին, չեն հավատում իշխանությանը։ Բայց որպեսզի դա արվի, իրավիճակը պիտի գնահատես, որ այդպեսին է, որ հետո դրանից հետո քայլեր անես։ Իսկ եթե քայլերը արվեց, ասում եմ, Փաշինյանը ճողոպրելու է, կասկած շուննակ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր ռազմական փորձագետ վերլուծաբան Հայկ Նահապետյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։